Հակեցիք, որ հանձնեք վահը։ Վերանս էլ չպատասխանում ասամ։ Առավոտյան որևէ տեր հայր այստեղ չի լինելու։ Հա, քահանա չի լինելու, ինչպես որ հայտարարվել էր, այսինքն խուսափելու համար ավելորդ բախումներից, ինչ է գրված այստեղ, ըլոմբեցիք, որ հանձնեք, և քանի ժամ հետո պիտի վերցնեք եկեղեցին, Օրվա երկրորդ կեսին, թող Աստված ինձների մարտահայտության համար, հարսանիքի զալի պես, դատարկվեց եկեղեցին, որ տրվի կեղծ ծեսերի համար։ Կներեք, իսկ ես ճիշտ եմ հասկանում, եթե թեմական որևէ քահանա այստեղ չի լինելու, իրավունք ունի այլ քահանա ներս խուժել 7 վերք եկեղեցի, տեր հայր։ Ես գիտեմ, որ կանոնական խախտում է, ճիշտ եմ հասկանում։ Դրա համար մենք ասել ենք, որ սա կոչվում է բռնազավթում։ Որևիցե թեմի քահանա չի մասնակցելու, առաջնորդի օրհնություններ չունեն։ Տեր հայր 29 միական միացան փաստորեն ձեր հայտարարությանը։ Իրենց ստորագրությամբ հայտարարություններ տեղադրել։ Կեցեք բոլորը։ Ու այս ողբերգական իրավիճակի համար մենք փաստորեն եկեղեցականները դատարկում են իրենց տունը դուրս են գալիս, այլ ընտրանք չկար։ Ոչ մի ուրիշ տարբերակ չկար։ Դե բախումը իրենց համար ամենացանկալի սցենարն է հավանաբար։ Մենք չենք կարանում այն մոտի ժողովրդի ներկուսին բախման, Իսկ ում հետ բանակցվեց ի վերջո, ես հասկանում եմ, այստեղ գույքն է նաև անվարվել։ Ստվացին։ Գուցե դուք խոսեք։ Ինչի համար Ի վերջո ում հետ բանակցվեց մինչև վերջ, որ որոշեցիք եկեղեցին, թեմակալ առաջնորդինը գիտեմ, որ խոսել եք և հայտարարությունը տարածեցիք։ Ածան այստեղ հսկում է, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Իսկ վստահ եք, որ Հովանավանքի տարբերակը չի կրկնվի։ Հովանավանքը փաստացի օկուպացել են տեր հայր։ Հովանավանքից դուրս է արվել Տեր Սարգիսը, ընդ որում ուժայինների կողմից է դուրս արվել։ Խորանում նրանք կանգնել են եւ հարց են տվել։ Եթե Տեր Սարգիսը համարում է, որ կարգալույծ արված է Ստեփանը, ուրեմն պետք է դուրս գա։ Եվ դուրս են արել փաստացի այդ մարդուն։ Աստված մի արած է, հնարավոր է խորհրդանշական եկեղեցին էլ այդպես զավթեն այս ճանապարհով, թե Ձեր մտքով չէր լանցնի։ Քահանաներս միակամ են, ուրեմն այս հարցերը կմենք միակամ։ Աստծո փառք։ Անջատեցի լույսերը, խնդրեմ, եւ 7 վերքը քահանաներով, նույնիսկ մոմավառը չի լինելու, մոմ վաճառողը չի լինելու։ Դուք էլ այստեղ չեք լինելու վաղը։ Իրենք նաեւ իրենց մոմ վաճառողին պիտի բերեն։ Խայտարակություն։ Ձեր կամքն է, որ դուք գնաք այստեղից։ Այո։ Չի գալու։ Ես չեմ գալու։ Իմ հեշտը չի, բայց նաև չեմ գալու։ Չեք գալու վաղ աշխատանք։ Հեշտս է լիներ, չէի գա։ Միշտ եք ունեցել այս անվտանգության արտանշանը։ Հա։
Լավ ինչ եք մտածում, հարգարժան քահանաներ, այս վիճակը մինչև երբ պիտի ձգվի։ Ժողովուրդը որոշի, թե ինչ պետք է անել։ Ժողովուրդը որոշի։ Այո, Դուք մտածում եք, որ գնդակը ժողովրդի դաշտում է։ ես կարծում եմ, որ հավատացյալ ժողովուրդը ի վիճակի է ինքը որոշել։ Այս պահին դուք այսպես ասած պլոմբում եք 7 վերք եկեղեցին, հանձնում եք մի քանի ժամով Նիկոլ Փաշինյանին իր յուրայինների հետ, այսինքն շրջիկ պատարագչիներով պիտի գան այստեղ, կներեք, բառեր պիտի հորինենք ստիպված։ Հիմա մյուս կողմից, հենց այս նույն ժամին Երևանում հավաքվել են դիմավորելու վեհափառ Հայրապետին, որովհետև վարկած կա, որ հնարավոր է նրան ձերբակալեն հենց օդանավակայանում։ Այս ողբերգական իրավիճակի ելքը դուք մտածում եք, որ միայն հավատավոր ժողովուրդը պիտի տա։ Հավատավոր չէ հայ ժողովուրդը։ Իսկ դուք մտածում եք, սա ներքին կուսակցական կամ մի մարդու մտածած սցենար է։ Կարծում Սա եմ, արտաքին արտաքին ուժերի։ արտաքին ուժերի։ Իմ կարծիքը այդպեսին։ Բա հիմա մարդիկ չեն կենտրոնանում այդ մտքի վրա, չեն կարողանում այսքանից հետո հասկանալ, որ չի կարող Նիկոլ Փաշինյանի ճաշակով լինել կամ չլինել վեհափառը։ Աստորեն չի կարողանում։ Հիմա պաստորեն վաղը սուրբ ամենափրկիչում, այսինքն հրապարակի մյուս հատվածում կլինեն մեր քահանաները, մյուս եկեղեցիներում քահանաները պատարակ կմատուցեն եւ այս եկեղեցին կբռնազավթվի մի քանի ժամով, հույս ունենանք մի քանի ժամով Նիկոլ Փաշինյանի եւ նրա ԿՊԱ-ականների կողմից, որ գան քաղաքական արշավանեն եւ ծափահարեն գնան։ Դե պատարակ չի լինի, դե արշավ։ Պաստորեն հրապարակն են կիսում, Գյումրու հրապարակը։ Կիսեցին ժողովրդին, կիսում են եպիսկոպոսներին։ Քահանաները հավատացյալների հետ միասին, այսպես ոստիկանների լուր հսկողության կամ մահացարականների լուր հսկողության տակ փակեցին եւ անջատեցին լույսերը 7 վերք եկեղեցու, փաստորեն նույնիսկ մոմավառն է դուրս գալիս եւ չի պատրաստվում վաղ այստեղ մոմ վաճառի Նիկոլ Փաշինյանի աջակիցների համար եւ ահա ինչպես տեսնում եք պլոմբեցին դռները 7 վերք եկեղեցու եւ դուրս են գալիս քահանաները տարածքից տեղ տալով գրոհայիններին մի քանի ժամով։ Հույս ունեն, որ Հովանավանքի տխուր ճակատագիրը չի կրկնվի այս դեպքում։ Տարօրինակ է, որ գյումրեցիներն այստեղ չեն, բայց հույս ունենք, վաղը գյումրեցիները կհավաքվեն եւ թույլ չեն տա, որ կեղծ ծեսերով հերթական եկեղեցին գրավի Նիկոլ Փաշինյանը իր յուրայինների հետ։ Խնդրեմ ոստիկանները շտապում են ստուգել։ Հարգելի ոստիկաններ, տխուր տեսարանից կաշկանդված չեք, տեղացի եք, չէ՞։ Դուք այսպիսի բան տեսել եք եկեղեցին կողպել ու հանձնել վարչապետին, որ գան ծափահարեն։ Դուք այսպիսի բան տեսել եք ձեր երկարամյա ծառայության մեջ։ Ու վաղը պիտի այստեղ դուք հսկողություն իրականացնեք, որ հանկարծ որևէ ոչ նիկոլական չներխուժի, չէ՞ եկեղեցու տարածք, հանկարծ չխանգարի ծափահարություններով ծեսը, բերովի քահանայով, բերովի մոմավառով, բերովի մոմավաճառով,